Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 4։ Քո սրտի հպարտությունը քեզ խաբել է, ով է մի խորոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես, ով կիչեցնե ինձ երկիրը, Աբդիա 1:3 խոսք։ Մարմնական ապահովության զգացումը մարդկանց կործանման է հասունացնում, եւ երբ կործանումը գալիս է, այն ավելի դաժան է լինում։ Երկրի վրա եղած գանձերը չեն կարող այնքան ապահով պահվել, որ գողերը չկարողանան ներխուժել ու գողանալ։ Ուստի մեր իմաստությունն այն է, որ մեզ համար գանձեր կուտակենք երկնքում։ Նրանք, ովքեր մարմինն են իրենց ապավեն դարձնում, այն զինում են իրենց դեմ։ Մեր ուխտի Աստվածը երբեք չի հիասթափեցնի մեզ, բայց եթե վստահենք մարդկանց, որոնց հետ շփվում ենք, դա կարող է մեզ համար վերք եւ անպատվություն դառնալ։ Աստված արդարացիորեն կզրկի բանականությունից նրանց, ովքեր ցանկանում են խուսափել վտանգից, բայց չեն գործածում իրենց բանականությունը մեղքից խուսափելու համար։ Ամեն բռնություն եւ ամեն անարդարություն մեղք է, սակայն այդ բռնությունը շատ ավելի ծանր է դառնում, եթե գործվում է Աստծո ժողովրդի որևէ մեկի դեմ։ Նրանց վայրագ վարքը Հուդայի եւ Երուսաղեմի նկատմամբ նրանց մեղադրանք է դրվում։ Ինքներս մեզ քննության ենթարկելիս օգտակար է խորհել մեր քայլերի շուրջ եւ մեր գործելակերպը համեմատել Սուրբ Գրքի օրենքի հետ։ Երբ մեղքը այդ կերպով զննվում է պատվիրանի հայելու մեջ, չափազանց մեղսալի է երևում։ Նրանք, ովքեր անտարբեր դիտորդներ են իրենց մերձավորների տառապանքների նկատմամբ, մինչդեռ կարող էին ակտիվորեն օգնել նրանց, շատ բան ունեն բացատրելու։ Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են հարստանալ Աստծո ժողովրդի կործանման միջոցով, իրենք իրենց աղքատացնում են։ Եվ նրանք, ովքեր աղետի օրը իրենցն են կոչում այն ամենը, ինչին իրենց ձեռքը հասնում է, իրենց են խաբում։ Սիրելիներ, թեև դատաստանը սկսվում է Աստծո տնից, այն այնտեղ չի ավարտվելու։ Թող վշտացած հավատացյալներն ու հանդուգն ճնշողները իմանան, որ արդարների նեղությունները շուտով վերջանալու են, իսկ ամբարիշտների նեղությունները լինելու են հավիտյան։